Ժողովրդի իշխանությունը պետք է տարածվի պարլամենտի վրա, մտածում են Նիկոլ Փաշինյանը, պետք է տարածվի բնականաբար գործադիրի վրա, պետք է տարածվի դատական իշխանության վրա, ընդհանրապես ըստ այս մարդու Հայաստանի Հանրապետության բոլոր անկյունում պետք է իշխի ժողովուրդը, պետք է թևածի ժողովրդի իշխանությունը բոլոր ծայրերում Հայաստանի Հանրապետությանը։ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր, որպեսզի ժողովրդի իշխանությունը, հայ ժողովրդի իշխանությունը տարածվի նաև Արցախում։ Եվ դա էր պատճառը, որ ժամանակ առ ժամանակ Արցախը անվանում էին, Արցախն անվանում էին Հայաստանի մարզ, իսկ Արցախի պրեզիդենտին անվանում էին մարզպետ։ Եվ այս մտքի մեջ իրականում դնենք մի կողմ դնենք, որ աշխարհում բոլոր այլանդակությունները համարյա միշտ տեղի ունեն ժողովրդի անունից եւ ժողովրդի համար։ Եվ այս մտքի մեջ, այս նպատակի մեջ կրիմինալ չկա։ Կրիմինալ չկա, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի ժողովրդի իշխանությունը լինի ամենուրեք։ Այ կրիմինալը այնտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է դեռ 7 տարի անց դեռ մտածում է, որ ինքը ժողովրդի ընտրյալն է։ Եվ ժողովրդի իշխանություն ենթադրում է իր իշխանությունը։ Այս պերենոսի մեջ է կրիմինալը։ Եվ նրա մեջ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չգտնվեցին ինստիտուտներ եւ կամ բարձր հեղինակություն ունեցող, բարձր ստատուս ունեցող մարդիկ, որ այս պարզագույն բանը Նիկոլ Փաշինյանին բացատրեին։ 7 տարի անց այդպես էլ Նիկոլ Փաշինյանին չկարողացան բացատրել, որ ինքը ժողովրդի ներկայացուցիչը չի, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում ինքը որևէ հեղափոխություն չի իրականացրել, որ իր միջոցով ժողովուրդը որևէ հեղափոխություն չի իրականացրել, որ 2018 թվականին, երբ դպրոցական ավարտական դասարանների աշակերտները դուրս էին գալիս փողոցներ փակելու, նրանք դա անում էին ոչ թե, որ ուզում էին Նիկոլ Փաշինյանի սկսած շարժմանը մասնակցեն, Նիկոլ Փաշինյանի ձայնը լսեն, այլ ուղղակի մարզպետարանի համապատասխան վարչությունի զանգ էին տվել դպրոցների տնօրեններին, նրանք էլ ուսումնական մասի վարիշների եւ փոխտնօրենների միջոցով երեխաներին հանում էին փողոցներ։ Այս պարզագույն բանը, սա ամոթ է, սա հանցագործություն է, սա անբարոյականություն է, որ այսօր այս պարզագույն բանը չենք կարողացել բացատրել Նիկոլ Փաշինյանին, ինքն էլ իրեն ընդունում է որպես ժողովրդի կողմից ընտրված մարդ, եւ բնականաբար այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը պիտի ցանկանա, որ ժողովրդի իշխանությունը տարածվի նաեւ եկեղեցու վրա, որովհետեւ եկեղեցին եւս բարձրաստիճան հոգեվորականները եւս այս 7-8 արդեն 8-րդ տարին է, 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին չբացատրեցին, օրհնելու փոխարեն չբացատրեցին, որ դու հեղափոխություն չես իրականացրել, եղբայր, զավակս, որ սա եղել է բեմականացում, որ սրա պատճառը եղել է Արցախը, որ կեղտոտ գործ կար անելու, եւ քեզ ընտրեցին այդ գործը հասցնելու ավարտին դու էլ գերակատարեցիր։ Այս բանը չեն արել նաեւ եկեղեցականները, ինստիտուցիոնալ առումով։ Եվ նա շարունակում է իր ընթացքը, ցանկանալով, որ ժողովրդի իշխանությունը տարածվի նաեւ եկեղեցու վրա, այսինքն իր իշխանությունը հետեւաբար տարածվի նաեւ եկեղեցու վրա, եւ եկեղեցին ինչ որ առումով ենթարկվի իրեն, ամբողջապես ենթարկվի իրեն։ Հիմա բնականաբար կան եպիսկոպոսներ, որոնք ընդունում են սրա իշխանությունը, եպիսկոպոսներ կան, արքեպիսկոպոսներ կան, բնականաբար, բայց ինքը ուզում է, որ ամբողջապես եկեղեցին լինի ժողովրդի իշխանության ներքո, հետևապես իր իշխանության ներքո։ Եթե գիտեք 2018 թվականին տեղի ունենար ինչ որ մի մարդ, պարտքեշտ անձնավորություն, զոհելով, ռիսկի տակ դնելով իր կյանքը, իր ազատությունը, կարողանար ժողովրդին ազատել կեղտոտ հայկական ռեժիմից, եւ դրանից հետո իր մոտ հարցեր առաջանային, այդ թվում նաեւ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, կաթողիկոսին,
Թե օրինակ ինչպես է եղել, որ ամեն կեղծված ընտրություններից հետո դուք օրհնել եք այդ անաստված եւ հակաքրիստոնեական իշխանությունը։ Սա կլիներ ինչ որտեղ տրամաբանական եւ նաեւ ընդունելի։ Բայց Նիկոլ Փաշինյանը լինելով հայկական քաղաքականության կեղտոտ այսպես ասած հարաբերությունների ծնունդը, այդ հարաբերություններ կրողը ցանկանում է իր իշխանությունը ավելացնել եկեղեցու վրա, սա անընդունելի է, հարգելի բարեկամներ, եւ այս ամենը տարածվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս մարդուն չբացատրեն եղածը։ Մինչեւ այո, եկեղեցին նաեւ չբացատրի այս մարդուն, այդ հայտարարությունների փոխարեն այսպիսի բառեր պետք է լինեն, ստատուս ունեցող մարդիկ պիտի սա ասեն։ Ես ստատուս չունեմ։ Հայաստանի Հանրապետությունում ստատուս ունեցող բազմաթիվ մարդիկ կան, դե բաժանել են, չէ՞ իրանք իրենց։ Կաթողիկոս, արքեպիսկոպոս, եպիսկոպոս, դեպուտատներ, հայտնի լրագրողներ, չգիտեմ, մտավորականներ, դոկտորներ, պրոֆեսորներ հիմա ելույթ են ունենում տարբեր ինստիտուտի ներկայացուցիչներ, մեկը Կոլումբիա, մեկը Օքսֆորդ, մեկը չգիտեմ որտեղի դոկտոր, պրոֆեսոր եւ այլն։ Իրենք պիտի բացատրեն։ Բազմաթիվ միլիարդատերեր կան, ում ենթակայության տակ աշխատում են հազարավոր մարդիկ, իրենք պիտի բացատրեն, եթե իրենք ցանկանում են, որ այս տարածքում ողբերգությունները դադարեն։ Այս պերմանենտ ողբերգությունների շարքը, որը սկսված է դադարի, ճշմարտությունը կիմանաք եւ այն ձեզ կազատի գրված է Սուրբ գրքում։ Բայց մենք ամեն օր ցանկանում ենք ճշմարտությունը հարմարեցնել մեր կորպորատիվ էտիկետին։ Ինչ ասեմ։ Սա մղձավանջ է չդադարող, հարգելի բարեկամներ։ Սա ուղղակի մղձավանջ է չդադարող։ Այս արշավը եկեղեցու դեմ սարսափելի, մյուս կողմից սարսափելի է նաև պաշտպանությունը։ Եկեղեցին պաշտպանում են այն մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ ամենասարսափելի, ամենակեղտոտ արտահայտություններն են անում եկեղեցու ամենահարգված arczepiskopos-ներից մեկի հասցեին։ Սա աբսուրդ է։ Սա ամորալության գագաթնակետն է, հարգելի բարեկամներ։ Ուրիշ բան չեմ ուզում ասել։ Եկեղեցին պաշտպանում են այն մարդիկ, բնականաբար պատվերով, ովքեր 2 ամիս առաջ ամենակեղտոտ արտահայտություններն էին անում, հարգված arczepiskopos-ներից մեկի հասցեին։ Ինչի համար, որովհետև իրենց ականջին ոչ հաճելի ճշմարիտ բաների մասին էր խոսում։ Այն բան կա, ժողովրդական ասացված կա, ասում է փայտի մի կողմը կեղտոտված է, մյուս կողմն է կեղտոտված, եւ նաեւ մեջտեղն է կեղտոտված, եւ դու չգիտես որտեղից պիտի բռնես։ Ելույթ է ունենում, տեսնում ես, ժողով է անցկացնում եկեղեցու առաջնորդը, նրա հարևանությամբ նստած է մի մարդ, ում այսպես կոչված պաշտպանյալը մասնակցում էր arczepiskopos-ի ամենակեղտոտ ձևով մասնակցում էր իմ ասած arczepiskopos-ի նկատմամբ արշավին։ Նստած է կաթողիկոսի կողքը։ Հիմա մենք պիտի սրա մասին, սրա վերաբերյալ ուշադրություն չդարձնենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես ինչ անում եմ, ճիշտ եմ անում։ Հիմա մարդ ով մտնում է եկեղեցի եւ տեսնում է օրինակ, որ այդ հոգեվորականը իրականացնում է կաշք, իրավունք ունի դուրս գալու, չլսելու այդ հոգեվորականի իրականացված կաշքը։ Մարդը ով մտնում է եկեղեցիով տեսնում է, որ այդ բարձրաստիճան հոգեվորականը, ով Կոլումբիայի նախկին նարկո բարոն պրեզիդենտի հետ միասին ինչ որ երաշխիքներ է տալիս մի կեղտոտ հանրապետականի, դու ուր նարկոբարոն Կոլումբիայի պրեզիդենտը ուր իրավունք ունի չլսելու այդ հոգեվորականի չմասնակցելու այդ կարգին, իհարկե իրավունք ունի։ Ժողովրդին պետք չէ սարքել անասուն, իհարկե դուք փորձում եք ամեն ինչ անել, որ մարդիկ դառնան անասուն, եւ շատերը ուղղակի այս հարաբերությունների հետ իրենց գոնե երեխաները որպեսզի կապ չունենան, թողնում գնում են Հայաստանի Հանրապետությունից, թողնում գնում են իրենց հայրենիքից։ Նիկոլը մի կողմից պղծում է, մյուս կողմից պղծությանը հակադարձում են այլ պիղծ մարդիկ։ Ասում է կուսակրոնությունը պիտի խախտածները պիտի բան լինեն, պիտի հեռանան։ Եվ սա ասում է մի մարդ, ով
ամենաբարձրաստիճան պաշտոնի էր նշանակել, ամենակարևորագույն, ամենագլխավոր պաշտոններից մեկի էր նշանակել Արգիշտի Քյարամյանին, ով չեմ ուզում ասել ըստ օդում կախված լուրերի, որտեղ դա օդում կախված լուր չի։ Կուսակրոն քահանայի որդի է։ Եվ այդ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանը կուսակրոն քահանայի եպիսկոպոսի եկեղեցականի որդուն նշանակում է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, քննչական մարմնի ղեկավար։ Եվ այդ անձնավորությունը իմիջիայլոց պատերազմի ժամանակ եւս ինքն է եղել։ Այդ դավադիր պատերազմի ժամանակ եւս ինքն է ղեկավարել։ Եվ այդ անձնավորությունը ոչ թե հələ եթե լիներ օրինականության սիմվոլ, միտեղ կարելի էր հասկանալ, որ այս մարդը ինչ որ նորմեր խախտելով նշանակել է այդ երիտասարդին, որովհետև ֆենոմենալ արդար օրենքի համար պատրաստ մեռնելու պատրաստ անձնավորություն է, բայց այդ անձնավորությունը ԱԱԾ ղեկավարը կուսակրոն քահանայի զավակը աչքի է ընկնում այդ ընթացքում ամենալկտի պահվածքով մարդկանց խոշտանգելով սրա մասին խոսում են իրավապաշտպանները, սրա մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ենթարկվել են խոշտանգումների։ Եվ այդ եպիսկոպոսի զավակը, կուսակրոն եպիսկոպոսի զավակը, պարլամենտում բան է լինում, աչքի ընկնում ամենակեղտոտ պահվածքով, ամենասրիկա պահվածքով։ Եվ այն անձնավորությունը, ով տվյալ մարդուն նշանակել է ԱԱԾ ղեկավար, այսօր ասում է կուսակրոն քահանաները, կուսակրոն եպիսկոպոսները եւ այսպես շարունակ արքեպիսկոպ, ընդհանրապես այդ կուսակրոնության ուխտը խախտածները պիտի դուրս գան։ Պիտի այլևս եկեղեցականներ չլինեն։ Հետաքրքիր է, էլի, դա վերաբերվում է միայն իրեն լոյալ մարդկանց, իրեն հակառակ մարդկանց, թե դա վերաբերվում է ընտրանքային, իհարկե։ Դա վերաբերվում է ընտրանքային, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդարության հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճշմարտության հետ, ժողովրդի հետ որևէ առնչություն չունի։ Հայ ժողովրդի իշխանությունը ուզուրպացված է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր լրագրողների միջոցով, խմբագիրների միջոցով, ժողովրդին խաբելու միջոցով, ազգային անվտանգության ծառայության գործակալների միջոցով միմյանց փոխանցելով, երկիրը կեղեքելով ավիրում են պետությունը եւ որևէ ստատուս ունեցող մարդ չի խոսում այս մասին, քիչ է խոսում, որովհետեւ պահում են իրենց կեղտոտ կորպորատիվ էտիկետը։ Հային պետք է փրկել հայից, հարգելի բարեկամներ, ամեն ինչ այդքան պարզ չի, ինչքան ներկայացնում են լրագրողները, եւ հային իսկապես պետք է փրկել հայից, եւ պետք է պատժել այն մարդկանց, ովքեր այս սրիկայությունը իրականացնում են, եւ տա Աստված պատժողը արտարություն հաստատողը հայը լինի, իսկ եթե չեղավ, թող այդ արտարությունը հաստատի օտարը։ Իսկ եթե հայը չկարողացավ արտարություն հաստատել այս տարածքի վրա, թող արդարությունը իր ձևով հաստատի ցանկացած օտար մարդ։ Գրողը ձեզ տանի, ես ձեր տիրոջ մերը։